Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերջապես նկատեց, որ իրենց համար խիստ հարմար նախկիններից Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից բացի կան այլ քաղաքական ուժեր, որոնք չեն մտնում իրենց նորաթուխ տասովշիկների շարքում, չեն գտնվում այդ տասովշիկների շարքում, այլ վարում են ինքնուրույն գիծ, ինքնուրույն ուղղություն, իրենց ժամանակ առ ժամանակ անդրադառնում են, քննադատում են, բացատրում են, սովորացնում են եւ այլն։ Ինչու՞մ է կայանում ՔՊ-ի նկատելը։ Դա կայանում է Թագուհի Ղազարյանի ստատուսի մեջ, որով անդրադառնում է 24 News-ին տված իմ հարցազրույցին, որտեղ ես ասել եմ իրենց առնվազն վաղար շաբաթի ընտրությունների հետ կապված մի քանի դիտարկում եմ արել, որոնցից մեկին անդրադարձել է Թագուհի Ղազարյանը։ Ես հիմա մի հատ դնեմ տեսնեք ում մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը, որպեսզի Թագուհի Ղազարյան խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանի հետ, այստեղ տեսնեմ նկարը կխոշորացնի, չէ, չի խոշորացնում, ամենայն հարգանքս Թագուհի Ղազարյանին, ֆոտոպրոֆիլ է, ինքն է, հլը տեսնենք էլ ինչ նկարներ կա, որպեսզի ճանաչեք, որպեսզի, բարև ձեզ, հարգելի Թագուհի, հիմա այսպես, ինչի մասին է խոսքը, ուրեմն այս հատվածն է դրել, որի 24 News-ին ես ՔՊ-ի հիմնական մրցակիցը ավելի շատ ձայն է հավաքել, քան ՔՊ-ը։ Լսեք։ Շաբաթի ընտրություններում, Էջմիածնի ընտրություններում ՔՊ-ն պարտվել է։ Դա մեկ։ Ինչու՞, որովհետև ՔՊ-ի վաղար շաբաթում ոչ թե խոշորացված համայնքում, վաղար շաբաթում ՔՊ-ն պարտվել է։ ՔՊ-ի հիմնական մրցակիցը ավելի շատ ձայն է հավաքել, քան ՔՊ-ը։ Շաբաթի ընտրություններում Էջմիածնի։ Այս էլ տեսակ հարգելիներս։ Հիմա անդրադառնամ, մի րոպե, անդրադառնամ, ինչա գրում Թագուհի Ղազարյանը։ Ուրեմն, նախ որտեղից ինձ այն ինֆորմացիան, որը իդեպ ասեմ, որ սա ճիշտ ինֆորմացիա չի, բայց որտեղից ինձ այդ ինֆորմացիան։ Ես հիմա հղում անեմ, թե որտեղից ինձ այդ ինֆորմացիան, հարգելիներս։ Խնդրեմ, հրապարակ.am, այսինքն մամուլի հաղորդագրություն է եղել այս մասին, մատիցս հոտ չեմ քաշել, որտեղ Արտգիշտի Մեխակյանը ջախջախիկ պարտություն է կրել։ Այսպիսի հոդված է եղել։ Հրապարակում։ Այս մյուս հոդվածը էլի հրապարակում Մեխակյանը Էջմիածնում մոտ 200 ձայնով պարտվել է Սևակ Խաչատրյանին։ Ահա։ Սա էլ գրաֆիկը, որը հրապարակվել է։ Ահա, Էջմիածին քաղաքում Սևակ Խաչատրյանը հաղթել է Արտգիշտի Մեխակյանին, որտեղ ստե Սևակի ձայներն է տված, ստեղ Արտգիշտի ձայներն է տված։ Այսքանը տեսանք, այսինքն ես նես չի, որ մատիցս հոտ եմ քաշել, ու սա մամուլի հաղորդագրությունն է, ճիշտ այնպիսի մամուլի հաղորդագրություն է, որին հաճախ հղում եք անում հենց դուք, հարգելի ՔՊ-ականներ, որին հաճախ սլիվ եք անում դուք, ԱԱԾ գաղտնի տվյալներ, գաղտնալսումների տվյալներ, այդ ձևի մամուլի բլոգից չեմ վերցրել, մամուլի հաղորդագրությունը, ինչ-որ մեկը կասի հրապարակին չի կարելի վստահել, ինչ-որ մեկը կասի կարելի է վստահել, դա հարցի մյուս կողմն է, ես ընթերցող եմ, ես կարդացել եմ, ես դա ներկայացրել եմ, պրոբլեմ ունեք, գնացեք սկզբնաղբյուրի հետ ձեր, հարցերը պարզեք, իդեպ ես նայեցի նոր հրապարակում, այդ հոդվածը, համենայնդեպս այդ վերնագրով չկար, բայց մնացած բովանդակությունը, որ հոդվածում առկա է ու ես հիմա կներկայացնեմ,
Այդ բովանդակությունը արկա է։ Բայց չկա այն, որ 200 ձայնով բուն էջմիածին քաղաքում ԿՊ-ն պարտվել է։ Ու հիմա ինչ ասում Թագուհին։ Գիտեք ինչու են Հայաստանում նորաստեղծ քաղաքական ուժերը ձախողում։ Յանի մենք ձախողել ենք, դուք էլ հաջողել եք, հիմա դրա այսպես ասած մեխանիզմն եք բացահայտում, թե նորաստեղծ քաղաքական ուժերը ինչու են ձախողում։ Ուրեմն նախ այ հնաստեղծ քաղաքական ուժ 7 տարի ձախողելուց բացի այլ բան չեք արել։ Անվտանգային պետության հիմնական ֆունկցիաները որ կան, բոլոր ոլորտներում դուք ձախողել եք։ Հələ մի հատ դուք ձեր ձախողելու պատճառներն ու հանգամանքները բացահայտեք, հետո նստեք մեր դարդը լացեք, թե ինչու են նորաստեղծ քաղաքական ուժերը ձախողում։ Մենք չենք ձախողել, մենք հələ չենք էլ քայլ արել, որ ձախողենք կամ չձախողենք։ Հələ որ դուք եք ձախողել, ամբողջ իշխանությունն ու երկրի ճակատագիրը ձեզ է հանձնված եղել։ Ու դուք էլ որ եկել եք իշխանության ոչ թե որտեղ դες բեսամտ հաջողակ էիք, այլ որովհետև ձեզ տվեցին այդ իշխանությունը։ Ձեզ տվել են սկուտերի վրա, նվիրել են ձեզ այդ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը Չալոյի հետ քայլելով որ գալիս էր, այս երկու ձեռիս մատների վրա հաշված մարդիկ էին։ Նիկոլ Փաշինյանը որ բան էր, ռադիոտուն էր մտնում, որտեղ հատուկ պահպանվող օբյեկտ է, ես այնտեղ հարցազրույցների գնացել եմ, ավտոմատները այդ բանի տակ էին պահում, այնտեղի պահակախումբը, այսպես ասած, ոստիկանները, կալաշնիկով ավտոմատներով էին այնտեղ հերթապահում, ես այնտեղ բազմիցս հարցազրույցների եղել եմ։ Այդ կալաշնիկովը հանգարց ինչի այնտեղ չերևաց, ինչի հանգարց հատուկ պահպանվող օբյեկտը եւ падգամավորին անձեռնմխելությունից զրկելու հիմնավոր պատճառը ինչի չօգտագործվեց, որտեղ սկուտերի վրա իշխանություն էին մատուցում ու դրանից հետո միայն հրապարակը սկսեց լցվել, որտեղ պարզ էր, Նիկոլի մազին կպնող չկա, նույնիսկ ձեր սիրելի իդեպ այդ ռադիոտուն մտնելու ժամանակ ավելի շատ էին ոստիկաններն ու լրագրողները, քան բուն Նիկոլին ուղեկցողները եւ Դանիել Իոաննիսյանը ձեր սիրելի դրսում էր կանգնած, նա ներս չէր մտնում։ Դա ես տեսանյութով եմ տեսել հենց այդ օրերին, որ Դանիել Իոաննիսյանը այդքան հասկանում է, այդքան գլուխ ունի, որ այդ անելու բան չի։ Էն էլ ինչ իմանա Իոաննիսյանը, որ վաղն եկել է իշխանություն են փոխանցում։ Ահա այ ձեր հաջողակ գլուխը հողեմ։ Էդ է ձեր հաջողակությունը։ Հա? Այսինքն գլխավոր ձախորդը ու երգիրը ձախողածը ու բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները ձախողածը նախ դուք եք։ Սկսենք դրանից, այսի օբյեկտիվ իրականություն է, այսի ես իդից բան չեմ օրինում, ինչ որ սուբյեկտիվ կարծիք չի, սա օբյեկտիվ իրականություն է։ Ասма շատերը կասեն, յանի ինչի են ձախողում նորաստեղծները, շատերը կասեն փողի, ճանաչելիության, մեդիայի եւ այլ ռեսուրսների հարցեր են։ Հաթաթ գնամ։ Փողի հարցերը, որ ձեր ընտրակ Տիգրան Ավինյանի եւ Երևանի համայնքապետի ավականու ընտրություններում այն որ մանիպուլյացիաներ էին բռնել ֆինանսապես, ոչ գործ հարուցվեց, ոչ բան, մաշվեց գնաց։ Այս փողի հարցը, ճանաչելիության հարցը։ Հենց հիմա Թագուհի Ղազարյանին նայեմ տեսնեմ 69000 պատպիսչիկ ունի Թագուհի Ղազարյանը։ Թագուհի Ղազարյան 10 անգամ ավելի շատ պատպիսչիկ ես ունեմ։ Հələ ասա տենա մեզնից ով ունի ճանաչելիության հարց։ Արի տեսնենք մեզանից ով ունի ավելի մեծ քաղաքական կապիտալ։ Ճանաչելիության հարցը ավելի ճանաչված Նիկոլից հետո Ալենից, այսինքն դուք պաշտոններով եք ինչ որ ձևի ճանաչելի դարել։ Ես ճանաչելի եմ իմ հանրային ակտիվությամբ, մասնագիտական եւ ոչ մասնագիտական հրապարակախոսական աշխատանքի արդյունքում։ Հլարի տենամ 10 անգամ ձեզանից շատ հետևորդ ունեցողը ճանաչելիության հարց ունի, մեդիայի հարց։
Եթե մեդիայի հարց չունեք, ինչի է Պետրոսը 50+1% դեպքերում բացառապես ԿՊ-ականների հրավիրում եթերի, դրա մասին էլի ստատիստիկա կա հաշվարկած, եւ եթե մեդիայի հարց չունեք, ինչու է Պետրոսի հյուրերի այն մնացած 25%-ը ԿՊ-ի համակիրներ կամ մարդիկ ընդդիմությունից ում ֆոնին դուք լավն եք երևում, այսպես կոչված նախկիններ կամ նրանց ներկայացուցիչներ։ Եվ այլ ռեսուրսների հարց է ասում։ Բայց ամենամեծ ռեսուրսը, ինչի պակասը չես լրացնի փողով եւ մեդիայով, աշխատասիրությունը, պատասխանատվությունն ու գիտելիքն են։ Ջոգում ես, կրթվել է նորաձև է։ Կրթվել է նորաձև է միջոցառում իրականացնողները խոսում են գիտելիքի մասին։ Այսքան ձախողումից հետո մանիպուլյացիաների գնալով, մուտիլովկեքով, սուտը սուտի հետևից իրար հակասող փաստարկները, ինքն իրանց մերժող ձեր առաջնորդի խոսքը մի հատ լսեք։ Պատասխանատվությունից են խոսում։ Ես իհարկե չեմ մտածում, որ բժիշկ Հայկ Մանասյանը ստախոս է։ Կարակ մտածեք ձեր կարծիքը ինձ համար միևնույնն է, ձեր նմանների կարծիքը ինձ համար միևնույնն է։ Ես չեմ, իհարկե չեմ, կներեք էլի Տիկին Ղազարյան, որ այսպես եմ խոսում, ես այս ոնց որ ժանրի կանոնների համապատասխան ես դիմում եմ ոչ թե անձամբ ձեզ, այլ ձեր ուժին, ԿՊ-ին այսպես ասած։ ԿՊ-ին եմ դիմում, իդեմս ձեզ, բայց անձամբ ձեզ կներեք, որ այս տոնով եմ ուրեմն պատասխանում, համարեք սա ժանրի կանոններին համապատասխանություն, հանգարց սա կոպտություն կամ գրեհկություն չհամարեք ձեր հանդեպ, սա խնդրում եմ ուղղակի անձնական չընդունել։ Լավ, իհարկե չեմ կարծում, որ բժիշկ Հայկ Մանասյանը ստախոս է, ամենայն հավանականությամբ նա պարզապես ծուլացել է Հայաստանի պետական կայքերից ամենամատչելիներում երկու տվյալ ստուգել, որի արդյունքում պարզ ստախոսի տպավորություն է թողնում։ Ծույլիկ է Հայկը, դուք գերազանցիկն եք, Հայկը ծույլիկ է։ Կրկնում եմ, բանավեճի հրավերս, եթե ձեր մեջ կանչեք ձեր իրավագետներին իրավագիտության շուրջ բանավեճի Մանասյան Հայկի հետ, բժիշկ, ձեր քաղաքագետներին կանչեք քաղաքագիտության հարցերի շուրջ բանավեճի։ Ինչ ասեմ, ձեր հասարակագետներին կանչեք, ձեր սոցիոլոգներին կանչեք, սոցիոլոգիային վերաբերվող մեր երկրի մասշտաբներով, մեր ժողովրդի մասին քննարկումներ անենք, կամ այս բոլորը միասին հավաքվեք, եկեք բանավեճի։ Ձեզ հրավիրում եմ բանավեճի, հարգելի ԿՊ։ Ես եմ ծույլիկը, իմ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը ես անում եմ իմ մասնագիտական ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ։ Ով ինձ լսել է, իմ խոսքերը, իմ բերած արգումենտները ամենատարբեր քաղաքական գործիչների ու ուժերի ձեռբերանում դառնում է խոսք, դառնում է փաստարկ, դառնում է քաղաքական միտք։ Բաներ կան, որոնք կյանքում հայկական մեդիա դաշտում չի խոսվել։ Առաջինը իմ կողմից է խոսվում։ Ու դա դառնում է քաղաքական միտք։ Ես եմ ծույլիկը։ Ես հենց հիմա բացեմ, հենց ընենց էլի, բացեմ իմ պատին ինչերա դրած, յաբախտի բացեմ, հա։ Նախընտրական քարոզչության նյութը, օրենսդրություն, այստե ջեմնինա, չեմ բացի ինչա։ Ընտրական, սահմանադրական, ընտրական, chat GPT-նա, անցանք մյուսին, տենամ ինչա, Համուրաբիի կոդեքսը, անտիկ լեգալ կոդեքսները, ստեղ Համուրաբինա, ընդեղ Google Translate-նա, իշխանության, Բրիտանիկայով իշխանության բաժանում, հավասարակշռությունների և
փոխադարձ հակակշիռների եւ հակվաստրակշռությունների բանը, հետերարխիա, կյանքներումդ լսել եք այս բառը, հետերարխիա, ես էլ ձեր փայ ծույլիկն եմ, հա, էլ ինչ կա, լա բացեմ էլի, տենանք ինչ կա, չկա, ինչա, ստեղ ինչա, հա, ստեղ հետերարխիայի մասին եմ խորացել, ստեղ առանձին հոդված է հետերարխիայի մասին, կյանքներումդ լսել եք այս բառը, հետերարխիա, հələ ԿՊ-ում մի հատ հարցում արեք, հետերարխիա բառը, գնացեք ձեր շեֆին հարցրեք, հետերարխիա բառը կյանքում գոնե կես անգամ լսել ա, էսի մուզիկայա որ լսում եմ, ահա ինչ մուզիկա եմ լսում, ես եմ լսում, սաունդտրեքներ եմ լսում, այսօր էսա, էսի կոնստիտուցիանա, ինչի համար են բացել կոնստիտուցիան, որովհետև հետերարխիայի կոնտեքստում, էսի 1689 թվականի բանը, Bill of Rights, անգլիական, էսի դրա մասին ա, ինչ ասեմ, ստե պրեամբուլայի բացատրություն պրեամբուլաներ ինձ հետաքրքիր հետ եմ բացել, որովհետև մի հոդված եմ հիմա գրում, ծույլիկը ես եմ, հա, այ ողորմելիներ, ես էլ ծույլիկն եմ, դուք էլ մտամ, բան, աշխատասերն եք, բա որ այդքան աշխատասեր եք, ընչի եք այդ մակարդակին, բա որ տենց ճիշտ էր, մի երկու հղում դնեիք ես բանի տակ, ասա, ես ձեր, հա, երկու տվյալ ավել ստուգելը մի փոքր ավելի աշխատանք, մի փոքր ավելի պատասխանատվություն է պահանջում ու մի փոքր գիտելիք է ավելացնում, հեսա ես ձեր գիտելիքները կավելացնեմ, հենց ձեր, Թագուհի Ղազարյան և ընկերներ, հեսա ես ձեր գիտելիքները կավելացնեմ, կտեսնեք, հենց ձեր ասած մի երկու կոճակ սեղմելով, երկու կոճակ ավել սեղմելու և երկու պարզ մաթեմատիկական գործողություն անելու դեպքում անհնար է այսպիսի վստահությամբ այսպիսի պնդումներ անել։ Մամուլի հաղորդագրություն ա եղել, մատիցս հոտ չեմ քաշի, այ ընկեր։ Հիմա մտակի կոմենտները չկարդամ, թե կարդամ, տենամ իշքան, հա, Մանվել Վարդանյան, երկու հատ էլ կոմենտ, մեկ է Ռոբերտ Ղևոնդյան, ախ, կթել եք, իրար լավամարդ լնելով է, այոլ այն էթում, փայլուն ախտորոշում, աշխատասիրության բայացակայություն, պլյուս Դանինգ-Կրյուգերի սինդրոմ, մեր քաղաքական դաշտի դերակատարների շատ մեծ մասի գլխավոր բնորոշիչը, այդ լավա գոնե ընձի քաղաքական դաշտի դերակատար եք ճանաչում, հիմա երկու բառ ասեմ, ընկեր Ռոբերտ Ղևոնդյան, առաջին սիրո ելքը ֆիլմում այսպիսի կտոր կա, Արսեն Վարունցն ասում է, եթե չեմ սխալվում այդպես էր ազգանունը Արսեն Վարունց, ասում է ես արտիստ եմ, 5 տարի սերտ եմ, ասում է, չգիտեմ, կարծեմ ճարտարապետության մասնավոր, 5 տարի սերտ եմ, ասում է ճարտարապետ կդառնամ, դուք չգիտեմ ինչքան էլ որ սերտ եք արտիստ չեք դառնա, ես բժիշկ եմ ընկեր, ու գիտեք ինչ կարգի բժիշկ, նենց ոչինչ իմ ոլորտում, հարցրեք իմ մասին կասեն, 1000 տարի սովորեք, իսկ իմ մոտ աշակերտ չեք դառնա, բժշկության մեջ, բայց ես ձեզ ծալած ունեմ ձեր ոլորտում, եթե կասկածում եք հրապարակային բանավեճի եմ կանչում, եկեք խայտառակ անեմ, այդքան թափ ունեք, եկեք խայտառակ անեմ, սա վերաբերվում է թե ԿՊ-ի տասովշիկներին, բոլոր նրանց, ովքեր այտենց ուրախանում են, երբ ԿՊ-ն ինչ-որ մի հատ մեկի վրա մի շառ է անում, այս դեպքում շառ չի, այս դեպքում մարդը շառ է անում ենքանով, որ ասում է ծույլիկ է, չի նայե, իսկ կարող է մամուլի հաղորդագրությունը, մեկ էլ մնացել էր, մամուլում ինչ կարդամ գնամ ստուգեմ, հա, ինչ կարդամ պետք է գնամ ստուգեմ մամուլում, հա, հիմա ամեն օր մի 10 հոդված եմ կարդում, ինչ անեմ,
կամ մի 10 հատ հաղորդում եմ լսում։ Հաթա պետք է մտնեմ ստուդիա։ Հա։ Հիմա գնանք արդեն այդ երկու քլիկը անելուն, հարգելի ժողովուրդ ջան։ Եվ այսպես ինչ եմ ասել ես այդ հաղորդման ժամանակ, մի հատ էլ ասեմ։ Ինգեր Թակուի։ Բայց մնացած ասածներից քիչ ես անդրադառնում։ Ինչ եմ ասում։ Ասում եմ ԿՊ-ն չի հաղթել Էջմիածնում, որը ասեցի մամուլի հաղորդագրության հիման վրա է։ Հետագայում այդ նույն մամուլի էջը գոնե հերքում գրեր, հա, հերքում գրեր, որ հերքում եմ, այտենց բան չկա։ Ուղղակի այդ նյութը հեռացրել են։ Հիմա լսեք։ Բայց ես սկրինշոթերը ցույց տվեցի ձեզ։ Սկրինշոթերով տեսակ, այսինքն մատիցս հոտ չեմ քաշել։ Հիմա նայեք։ Ասում են, որ ԿՊ-ն կանխատեսելով, որ Էջմիածնում պարտվելու է, մի քանի ամիս ընտրություններից առաջ, դա եղել է հունիս ամսին, եթե չեմ սխալվում, հունիսի 20-ին, Խոյ համայնքը մոտ 30,000 բնակչով կցում է Վաղարշապատ համայնքին, մոտ 60 քանի հազար բնակչով։ Որպեսզի ստատիստիկան փոխի, այսինքն կեղծարարություն է անում ԿՊ-ն, մանիպուլյացիա է անում ԿՊ-ն, բացրանքի չեք անդրադարձել։ Հարգելի Թակուհի Ղազարյան, անդրադառնայիք, բայց իքիդ կտրե հանե։ Դնեք միջև վերջ թո երևա ինչ եմ ասում։ Ավելին ասում եմ, որ Ձիաննա չգիտեմ ինչյանը, ԿՊ-ի քաղաքապետը Էջմիածնի, այնքան հանցանքներ, քրեական գործեր եւ այլն մեղադրանքներ կան վրան, հա, որ Էջմիածնեցին չէր կարա նրան իր գնահատականը չհայտներ։ Պարզվում է այդքան էլ լավ չի հայտնել։ Բայց ու օրինակ եմ բերում, որ իրանց ԿՊ-ական մեղադրանքներով այդքան կաշառքներ եւ այլ, դա մի ահռելի ցուցակ է։ Իրա ու իրա մերձավորների հետ կապված այդ նախկին քաղաքապետի։ Այդ ամեն ինչը մի կողմ թողած, այս պահին Միքայել Աճապահյանին եմ բանտարկել։ Սրա մասին եմ, բա դրա մասին քիչ եք անդրադառնում։ Երկու հատ քլիկ արեք, էլի, թե ծույլիկ եք։ Գլուխները չի մտնում այդ ամբողջ շարքը քննադատության եւ այդից պոկել եք մի հատված, որը հանգարց կարակ արձագանքեք, կարակ ինձ սխալ հանեք։ Ես ձեր հասցեի հարյուրավոր ստատուսներ, լայվեր եւ հարցազրույցներ եմ տվել։ Եթե այդ հարյուրավոր իմ տված հարցազրույցների ու քննադատությունների մեջ այս մեկն է փաստորեն, որ սխալ եմ ասում, ես ձեզ ցավակցում եմ, նշանակում այն մնացած սաղ ճիշտ է։ Այս ձեր արձագանքը դա է նշանակում, որ եթե այս մեկի մեջ եք դու կեղտ բռնե, յանի սխալ եք անում ինձ, ապա այն մնացածը ուրեմն ճիշտ է։ Այն մնացած ինչ ասել եմ ճիշտ է։ Տենց է դու զգալի։ Հիմա նայենք։ Այս էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերն են արդեն, այս օի տակ, մի խոսքով, այդ մրցակիցն է ԿՊ-ի, այս յուի տակ ԿՊ-ն է։ Նայենք ու տեսնենք։ Հիմա տեսնենք, ուրեմն մինչև 23 ընտրատեղամաս ԿՊ-ինն է, բանը Էջմիածին քաղաքինն է, 23-ից հետո փոխվում է։ Ոստեղ ինչպիսի թվեր կան, եկեք նայենք։ Ուրեմն, սենց նայելով իշնենք միջև, սպասի դնեմ 23, 21, բայ, լավ սպասի ստեղով փորձեմ։ Ահա, միջև 24-ը։ Հիմա 268, ԿՊ-ն 356, 272, ԿՊ-ն 322, 340, ԿՊ-ն 342, 262, ԿՊ-ն 350, 259, ԿՊ-ն 307, 285, ԿՊ-ն 397, 270, 342 ԿՊ-ն, 274, 337, 381 ԿՊ-ն 318, այսինքն այսպի տեղամասում պարտվել է, 403 ԿՊ-ն 313 կարծեմ, 314 ԿՊ-ն 317 կարծես, 310, 325 կարծես,
մի խոսք 261 քպն 325 չէ, այն վերևը 310 մի խոսքով 380 քպն 290 262 քպն 332 այս տեղամասերում էլ է պարտվել 284 քպն 334 318 քպն 376 307 քպն էլի ստեղ պարտվել է 289 275 քպն 376 284 քպն 332 265 քպն 367 էսի կարևոր է էլի դրա համար եմ այսպես երկար ցույց տա 294 քպն 367 396 քպն 403 հա 416 հա հետո մի համայնքում արդեն էջմիածնից դուրս 209 քպն 181 հիմա տեսակ ստեղ մոտավորապես համամասնությունը Էջմիածին քաղաքում հիմա գնում ենք գյուղերում ինչա տեղի ունեցել գնում ենք ահա փակեցի Էջմիածինը այս մնացածը գյուղերի տվյալներն է 209 118-ը տեսել էինք 226 150-ը տեսանք ստեղ էս երևի Էջմիածնին կպած գյուղերն են էլի 218 հիմա տեսեք 254 123 տեսնում եք ինչ կտրուկ փոխվեց ԿՊ-ի առավելությունը կերկնակի ավել 253 69 562 դուք պատկերացնում եք այս ինչ թիվ է այսինքն ընդհանրապես մի վիճակագրությամբ զբաղվող մեկը որ լինի կասի էսի անոմալիա է վիճակագրական այսինքն չի կարա ընդհանուր օրինաչափությունը լինի 250 300-ի դիմաց կամ 250 350-ի դիմաց ու հանգարց միտեղ 69 դե 562-ի դիմաց սենց թիվ էսի պրոբլեմ թիվ է հենց ձեր համար ընկեր ԿՊ 86 ուշադիր 466 տեսակ գյուղերը որ ավելացել են ինչ վիճակագրությունն է ստեղծում ստեղ 86 ընդեղ 466 ստեղ 75 ընդեղ 361 տենում եք ինչ բան ստեղ 101 ստեղ 401 4 անգամ ԿՊ-ն ավել է գյուղերում իսկ այս մի թվի դեպքում 70-ը 500 ստեղից 7-8 անգամ 8 անգամ ԿՊ-ն ավել է ձայն հավաք է Էս ինչ հաշիվ է ժողովուրդ ջան Էս ոնց է հանգարց սենց ելնում իջանք 11 ընդեղ 160 16 անգամ ԿՊ-ն ավելի շատ ձայն է հավաք է ստե 11 ընդեղ ստե 147 ընդեղ 388 ստե 15 ընդեղ 212 այս երկու քլիկը արեցի հա ընկեր Թագուհի երկու քլիկը արեցի 151 283 ստեղ հավասարակշռվում է 214 չգիտեմ ինչ 214 300 284 310 100 400 135 հələ նայեք 51 ստեղ նայեք ընդ 204 79 320 70 ընդ 448 64 ընդ 319 Հարգելի ԿՊ երկու քլիկը արեցի ես ոնց ասենց ելնում ընկեր բա հունիսի 20-ին երբ որ համայնքները խոշորացնում էիք այս պատկերի համար էիք խոշորացնում ձեր ստրախովկեն էիք անում ես ընդհանրապես չեմ անդրադարձել վաղար շաբաթի ընտրությունից այս ամբողջ ընթացքում չեմ անդրադարձել մտածել եմ որ ավելի կարևոր հարցեր կան նամանավանդ տեղական ինքնակառավարման ընտրություններ են եթե ավելի անկեղծ տեխնացուներից որևիցե մեկի նկատմամբ էլ առանձնակի ոչ կապ եմ ունեցել ոչ ծանոթություն եմ ունեցել ոչ էլ դարակազմիկ եմ համարել այդ ընտրությունները մանավանդ որ այս մանիպուլյացիան արդեն արված էր այսինքն համայնքների այս միացումը արված էր հիմա տեսակ ինչի էր միացված որ
250-300 տարբերությունը դառնա 50-400 տարբերություն։ Այդ դրա համար էր համայնքը խոշորացրած։ Հիմա հարգելի Թագուհի Ղազարյան, 2 քլիկն արեցի, վերադառնանք ձեր ստատուսին։ Մենակ փագած չլնեմ, չեմ փագել։ Վերադառնանք, 2 կոճակ ավել սեղմելու, 2 պարզ մաթեմատիկական գործողություն անելու դեպքում անհնար է այսպիսի վստահությամբ այսպիսի պնդումներ անել։ Ավելի խիստ եմ պնդում հիմա։ Դուք մանիպուլացրել եք, կեղծել եք ընտրական գործընթացը։ Դուք ձայների հաշվարկի մանիպուլյացիա եք անում։ Դուք ռեգիոնները այնպես եք սարքել ընտրական, որպեսզի ձեր թեկնածուն անցնի։ Ավելի վստահ եմ ասում։ Այն, որ մամուլի հաղորդագրությունն է եղել ու ես այստեղ հնչեցնում եմ դա։ Այդ հաղորդագրության համար ասում ես չեմ պատասխանատու։ Ես կարդացել ներկայացրել եմ պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։ Այո, չէ, պաշտոնական չէ։ Օֆիցիալ մամուլի հաղորդագրությունը, բայց պետական պաշտոնական չի։ Պետական պաշտոնականին հիմա դառնանք։ Զոհերի ցուցակները, պատերազմի զոհերի ցուցակները երբ եք հրապարակելու։ Քլիկ եմ ուզում անեմ իմանամ։ Ձեր պատճառով քանի հոգի է, ուզում եմ իմանամ։ Երբ եք ցուցակները հրապարակելու, մենք էլ իմանանք։ Ստույգ թիվը մենք էլ իմանանք։ Երկու քլիկով ուզում եմ իմանամ, բա ոնց անեմ։ Այդ հարցին կպատասխանեք։ Ասում եմ, եթե իմ այս հարյուրավոր լայվերի հարցազրույցների եւ ստատուսներից այս մեկի վրա է կեղտ բռնե, ուրեմն մնացած սաղ ինչ ասել եմ ճիշտ եմ ասել։ Ուստեղել միջև վերջ ասեք, ես ըստեղ ահռելի մեծ խոսք եմ ներկայացրել, ու այդ ամբողջ խոսքը ճիշտ է, բացառությամբ այն պահի, այն դրվագի, որ Էջմիածին բուն քաղաքում ԿՊ-ն ավելի քիչ ձայնահավաք է, քան թիվ 1 մրցակիցը։ Բացի այդ դրվագի, մնացած ամբողջ խոսքս այդ թեմայի շուրջ ճիշտ է, թվերն էլ դա ապացուցեցին, որ դուք մանիպուլացրել եք։ Եղավ։ Ծուլության մեջ եք ինձ մեղադրում։ Մի անգամ էլ ցույց տամ այդ մամուլի հրապարակումները, այ կգնաք իրանց հետ ձեր հաշիվները կպարզեք։ Էսի մեկ, էս էլ մյուսը։ Էս էլ մյուսը։ Էսի իրանց հրապարակած ստատիստիկան, էս էլ մյուսը։ Այ իրանց հետ կգնաք ձեր հաշիվները կպարզեք։ Եղավ։ Ուղղակի ես այդ եթերում ասելու ժամանակ պետք է ասեի հրապարակ կետեյեմից եմ, այս նյութը կարդացել հղում պետք է անեի հարցազրույցում, որը չեմ արել այն նպատակով, որ սովորաբար մի լրատվամիջոց այդքան էլ չի ընդունում, երբ որ մի ուրիշ լրատվամիջոցի անուն ես հնչեցնում։ Բայց ընդունում եմ, այո, ընդունում եմ, որ այս տվյալը սխալ է։ Բայց իմ մեղքով չի սխալ, էլի։ Ես չէի այդ տվյալը ուղղողը։ Իսկ ինչ վերաբերում է ծույլիկության, ձեր падգամավորին հարցնում է սահմանադրական օրենքա, սա մի հատ, ձեր падգամավորը, ձեր ցուցակով ընտրված падգամավորը մի հատ սահմանադրական օրենք չի կարող ասի, ազգային ժողովի բանա, падգամավորը։ Ես համոզված եմ, որ ձեր կեսից ավելին մի հատ սահմանադրական օրենք չի կարող ասի, թեև իբր թե օրենսդիր է աշխատում։ Ծույլիկներին գնացեք ձեր շարքերում, իսկ եթե այդքան վստահ եք ձեր գիտունիկ լինելու վրա, վերջին անգամ, չէ, հաղորդմանս վերջում հայտարարում եմ, եկեք բանավեճի, էլի այ մարդ, եկեք բանավեճի, ձեր էքսպերտներին բերեք, ես իրանց մասնագիտական գծով իրանց խայտառակեմ ճանապարհեմ, եկեք տեսնենք։ Եղավ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եղավ։ Մուտիլովկով տուն եք պահում, հանգարց չեպեեք թե։
Ինչ ասեմ, ժողովուրդ, թերևս այսքանը, վերջում կրկնեմ Թագուհի Ղազարյան, այս անձամբ ձեզ չէր ուղված այս ամբողջ խոսքը, հա, անձամբ ձեզ չէր ուղված, սա, սենց ասած իդեմս ձեզ, սրանով ես դիմեցի ՔՊ-ին, մեկ էլ մի հատ հետաքրքրվեք ձեր շենքում ձեզ քանի հոգի է ճանաչում, հետաքրքիր է դուք ձեր ոլորտում, ձեր գիտության մեջ, քանի հոգու եք, շնչավոր մարդու եք, օգուտ տվել, կապ չունի ինչ գործ եք անում, քանի հոգու եք, օգուտ տվել, պիտանի եղել, ձեր ամբողջ կյանքում քանի հոգու եք պիտանի եղել, հայ դեպ մի տվյալ էլ, հիմա էդ էլ չեմ ստուգել, բայց էլի մամուլի հաղորդագրություն է, որ այս թեկնածուների, ավականիների թեկնածուների 50%-ը գործազուրկ են եղել, Վաղարշապատի ընտրություններին մասնակցող թեկնածուների ավականու տարբեր ուժերի կողմից 50%-ը գործազուրկ են եղել։ Պատկերացնում եք ինչ մասսա է գնում իշխանություն դառնալու։ Պատկերացնում եք, այ դուք դրա մասին մտածեք։ Էթում են մարդիկ լուրջ կոմպետենցիա պահանջող գործողություններ անելու։ 50%-ը գործազուրկ են։ Այն չէ, որ մի հազիվ ստիծնդից 2 կոպեկ կարում են աշխատեն, ընդհանրապես չեն աշխատում։ Հիմա եկել են ուզում են բանը, չգիտեմ, համայնքային կամ պետական փողերով տուն պահեն։ Ինչպիսին է ՔՊ-ի ցուցակի մի զգալի մասը։ Տուն են պահում մարդիկ, երկրի հաշվին, երկիրը փուռը տալու հաշվին տուն են պահում։ Ձեր հարցերն էլ կգնաք հրապարակի հետ կպարզեք։ Եղավ։ Թե սուտ են ասում, թե ճիշտ են ասում, թե մի հատ քլիկ են արել, թե 2 հատ քլիկ են արել։ Ես բավականաչափ զբաղված մարդ եմ, որ ձեր այս տեսակ բանը, ձեզ հետ կապված այս տեսակ ինֆորմացիան դնեմ ֆունդամենտից ստուգեմ։ Բավականաչափ զբաղված մարդ եմ, ոչ թե ծույլիկ եմ, զբաղված եմ։ Ովքեր ինձ մոտիկից են ճանաչում, շատ լավ դա գիտեն։ Նույնիսկ հերվից, ինչ ճանաչողները, թեկուզ հերվից, դա շատ լավ գիտեն, թե ինչ աստիճանի զբաղված մարդ եմ։ Ինչ աստիճանի զբաղված։ Իմացաք, ծույլիկության հարց չկա։ Աշխատասիրության դեֆիցիտ չի։ Ուղղակի հարցը այդքան պարզունակ հարց էր, ես այդ հարցին այդքան չեմ կարևորել։ Բայց ձեր համար դա ճակատագրական հարց է։ Իդեպ ընդեահագին բաներ եմ ասել, այդ հարցազրույցը այս լայվի բանում կդնեմ, այդ հարցազրույցս լսեք, ժողովուրդ։ Հերմինեն մի անպետք վերնագիր է ընտրել այնտեղ, Հերմինեն էլ է նայելու, գիտեմ։ Հերմինը ավելի անպետք վերնագիր հնարավոր չէ դնել այդ հարցազրույցին, քան Եվրոպան ծափա տալ։ Էդ ինչ վերնագիր ես դրել, այ հոգուտ մատաղ։ Մի խոսքով մի անպետք վերնագրով, բայց խիստ բովանդակային հարցազրույցը կդնեք, խնդրում եմ կլսեք ու կտեսնեք ինչեր եմ ասում ու այդ ամեն ինչի մեջ ՔՊ-ն ինչին է կպե, ինչին է անդրադարձել։ Թերևս այսքանը։ Վերջում լավ բան ասեմ, նոր գնամ։ 45% մասնակցություն է եղել։ 50 Նիկոլ Փաշինյանը Նարեկ Կիրակոսյանի հարցին, այս վերջերս Նարեկ Կիրակոսյանը հարց տվեց, ասեց շատ լավ հարց էր, ասեց դուք կոչ եք անում հեղափոխություն անեն ժողովուրդը, կարան ռադիոտուն գրավեն, էս անեն, են անեն, փողոց փակեն, անժամկետ էս անեն, ուսանողներին հանեն ոտի, Նարեկը Կիրակոսյան այս հարցը տվեց լրագրող։ Նիկոլն ասեց ժողովուրդը ոնց ասեց լեգիտիմ ոնց ասեց ժողովրդի լեգիտիմ կամքը բոլոր ձևերով կարա արտահայտվի։ Ու ասեց գիտեք որն է լեգիտիմ կամքը 50+1%։ Այդ դա է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Հիմա Թագուհի Ղազարյան, դու էլ լսի, շեֆիտ էլ ասա։ 50+1%-ը Վաղարշապատ համայնքում, այդքան ձեր կողմից այդքան մանիպուլյացիաներից հետո 50+1%-ը չի մասնակցում ընտրություններին։ Այդ դա է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Իմացաք,
չի մասնակցում ընտրություններին։ Ձեր օրոք, ձեր կազմակերպած ընտրություններին մարդիկ չեն մասնակցում, չեն գալի։ Ոնց որ ձեր ծնունդին հրավիրես չգան 50+1%-ը։ Ինչ է նշանակում։ Դա նրանց լեգիտիմ կամքն է, որ արտահայտում են 50+1%-ով ըստ ձեր առաջնորդի։ 50+1% չեն մասնակցել ընտրությունների։ Ձեզ լեգիտիմ իշխանություն չպատկերացնեք հանկարծ։ Դուք լեգիտիմ չիշխանություն եք, ըստ ձեր իսկ սահմանման, ձեր իսկ ձևակերպումների։ 50+1-ի կողմից դուք ճանաչված չեք։ Եղավ։ Ու ընդեղ 50% էլ չեք հավաքը, 40% եք հավաքը, ստացվում է 45%-ի կեսը անում է քեզ 22.5%, մի քիչ էլ դա 22%։ Ամբողջ համայնքում դուք 22% ձայն եք ստացել, 22% ու 100%-ի վրա իշխանություն եք բանացնելու։ 22% ձայն եք ստացել։ Նիկոլ Փաշինյանին խաբար արեք այդ երկու կոճակ եւ երկու պարզ մաթեմատիկական գործողություն։ 22-ը հավասար չէ 50+1-ի։ 22-ը ոչ մի դեպքում հավասար չէ 50+1-ի։ Այդ դա է ձեր լեգիտիմության աստիճանը։ Ընդունեք ի գիտություն։ Էս էլ որպես լավ նորություն մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, ամենալավ բաները ցտեսություն բարի գիշեր։